Ինչպես ստացվեց, որ մի սրբազանի ու մի քեռակնոջ մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից ամիսներ անց տարածվում է ինտիմ տեսանյութ, որը վերագրվում է նույն անձանց։ Արդյոք հատուկ ծառայություններն են վարչապետի սեղանին դրել այդ կադրերը։ Փաշինյանը ստատուսը գրելիս փաստեր ուներ։ Ամենահավաստի աղբյուրը ժողովուրդն է։ Մայրաթորի դիվանապետին նկատի ուներ Փաշինյանը։ Չեմ կարող վստահ լինել, որ նման դեպքերը եզակի են։ Ինչ որ ես հարկ եմ համարել ասել եմ, հետո էլ ասածից համար ներողություն եմ խնդրել։ Դոմփելբարը գրեհիկ է կոպիտ անվայելուչ, վարչապետը վարքագծի կանոն է խախտել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էր այսպիսի եզրակացության հանգել ու Փաշինյանն այդ բառի համար ներողություն խնդրեց, սակայն հոգևոր վերնախավին ուղղված նրա բառապաշարը հետագայում չմեղմվեց, նա կարգալույց հոգևորականների մամուլում հնչեցրած գնահատականները խորհրդարանական ամբիոն էր հասցնում։ Ախպերը, որ KGB-ի գործակալը, որևէ բացատրություն տվել է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակա, մեկը բան, մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ինչ է եղել, իրանց անձնական կյանքն է։ Իդեպ Մայրաթորն այս մեղադրանքներին մինչև այժմ չի անդրադարձել, որ վեհափարի եղբայրը ռուսական գործակալ է, Փաշինյանն իր հիմնական աղբյուրից ժողովրդից չի լսել, պնդեց փաստեր կան։ Այն փաստերը, փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ է դարձնում, որ Խորհրդային Միության ժամանակներից այո նա հավաքագրվել է որպես պակ գործակալ եւ դա փաստ է։ Орденом Александра Невского награжден архиепископ Езрас, глава Российской и Новонахичеванской епархии Святой Армянской апостольской православной церкви. Օրեր առաջ Ռուսաստանի նախագահը ազգային միասնության օրվա արդիվ վեհափարի եղբորը Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Նևսկու շքանշան հանձնեց։ Այս առիթով Հայաստանի վարչապետի տեսակետը ցանկացավ լսել իշխանական լրատվամիջոցի ներկայացուցիչը։ Ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է։ Հոգևոր վերնախավի դեմ սկսած արշավանքից ավելի քան 5 ամիս անց Նիկոլ Փաշինյանը տարակուսանքով է արձանագրում, մարդկանց չի հետաքրքրում կաթողիկոսը աղջիկ ունի, թե ոչ։ Այս հարցը ինչի չի հնչում Հայաստանում։ Որը մեկ ինչի չի որևէ փորձագետի, մասնագետի մայր աթոռի ներկայացուցիչ ես հարցը տալիս։ Եթե նա ունենար պարզվի, որ ունի աղջիկ կամ որևէ մեկը, ով կուսակրոնության ուխտը ստանձնե, հետո երեխա է ունեցել, կարող է լինել կաթողիկոս, թե չի կարող։ Ժողովրդին նրանց տեսակետներին ու ցանկություններին է պարբերաբար հղումանում վարչապետը իր հռչակած հոգևոր նորոգման process-ը առաջ մղելիս։ Հիմա պարզվում է մարդիկ անտարբեր են կուսակրոնության ուխտը խախտողների հանդեպ, սա սակայն չի փոխի Փաշինյանի պլանը։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի։ Հայաստանի ծառայելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս։ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ Մայրաթորում երրորդ օրն է շարունակվում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որ ժողովական եպիսկոպոսներից ոմանք Մայրաթորի պաշտոնականից տարբերվող տեսակետ ունեն, օրինակ Հովանավանքում կարգալույց քահանայի կատարած ծեսերի վերաբերյալ, պարզ դարձավ 3։ Դա պատարակ է ձեզ սրբազան։ Պատարակ չի։ Հիսուս ասում է, որտեղ իմ անունով 2-3 հոգի հավաքվում են, ես այնտեղ եմ։ Հիմա դրա անունը ներողություն, մեկ վայրկյան ասեմ։ Դրա անունը կդնեք պատարակ, ժամերգություն, թե հոգևոր երաժշտության օր, դա տարբեր է։ Ես ասում եմ, դու գնացեք հարցրեք ով համարել է, ինչ։ Ասում եմ, ես Մայրաթորն եմ։ Դուք Մայրաթորի միաբաններից եք։ Այո, բայց Մայրաթորը ունի իր պաշտոնական արտահայտությունը։ Թող Մայրաթորը պատասխանի այդ ամենը։ Արդյոք Էջմիածնական ժողովի օրակարգում է կաթողիկոսին գահից իջեցնելու տարբերակների քննարկումը։ Եպիսկոպոսներից այդպիսի առաջարկ կա։ Ես նման գործընթացին ծանոթ եմ։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրենը ընդգծեց, հոգևոր խորհուրդը որևէ եպիսկոպոս կամ թեմի առաջնորդ չունեն իրավունք այդ հարցը քննարկելու։ Գերագույն հոգևոր խորհուրդը բացարձակապես նման մանդատ չունի քննարկելու ամենայն հայոց հայրապետի հրաժարականի հարցը։ Եվ մանավանդ որ այս օրերին մենք խոսում ենք իրավական հասարակություն, իրավական պետություն կառուցելու դիրքերից, հիմա
ակնկալվում է, որ մենք մեր եկեղեցական ներքին կալները խախտենք։ Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրել է ազգային եկեղեցական ժողովը, եկեղեցական իշխանության գերագույն մարմինը։ 26 տարի անց նոր ժողով հրավիրելու մտադրություն կա, բայց ըստ Մայրաթորի ծրագրի հաջորդ տարի մի ժողով պիտի հրավիրեն, որով պատրաստվեն ազգային եկեղեցական ժողովին։ Այլ են իշխանության պլանները։ Վարչապետը մտադիր է Օհանավանի ու Թալինի եկեղեցիներում աղոթքներից հետո Մայրաթոր հասնել։